իրականացավ Հայաստանի ժողովարդչապետի մուրազը, երեք նախոսեց Պուտինի հետ, բայց ոչ մի ուրախալի բան չլսեց այդ մարդուց։ Ուրեմն պաշտոնական հաղորդագրության համաձայն խոսել են հանրաքվեի մասին, նաև ասվեց, որ Պուտինը սա խնդրել է Պուտինին մեղմել կամ վերացնել այդ սահմանափակումները առևտրային, բայց Պուտինը չի համաձայնվել։ Հակառակ դեպքում գրեն, որ հա, Պուտինը ընդառաջ է գնացել, մեղմացրել է։ Այսինքն մղձավանջը շարունակվում է, տարվա վերջ, ինքը մի անգամ այդ Պուտինին կտեսնի, մինչև տարվա վերջ, ԵԱՏՄ հավաքի ժամանակ գագաթաժողովում, և հունվարի 1-ից հայ ժողովրդի կյանքը կվերադառնա 90-ականների սկիզբը, այն տարբերությամբ, որ 90-ականների սկզբից ելք կար, դեպի համեմատաբար լուսավոր ապագա, իսկ այս մղձավանջից արդեն ելք չի լինի, Ուրեմն, իտալացի միջնադարյան քաղաքագետ կար պատմագետ Մաքիավելի, որը համաշխարհային քաղաքագիտական մտքի հիմնասյուներից է, ինքը մի բան է ասում, եթե երբևէ տեսնես ընկերոջդ քո թշնամու հետ, իմացի, որ ունես երկու թշնամի, մեկը ծփսյալ, մյուսը բացահայտ, նշանակում է քո ընկերը ավելի վտանգավոր թշնամի է քեզ, քան քո իսկական բացահայտ թշնամին։ Պուտինը առաջնորդվում է կյանքում նաև այս սկզբունքով։ Այս ասեմ, որ Մաքիավելին այն մարդը չէ, որի թեզերը, դոգմատները վերածվեն ինչ-որ միջազգային իրավունքի փաստաթղթերի, օրինակ, տեսեք ամերիկյան դեկլարացիայի մեջ ինչ են գրել, թե մարդիկ իցնե հավասար են, են, և գրողներից մեկը, Ֆրանկլինը, որին հայ ժողովուրդը լավ ճանաչում է $100 թղթադրամով։ Հեղինակներից մեկը ինքը գրում է այդ տողերը, տակը ստորագրում է, որ մարդիկ իցնե հավասար են, բայց տունը 8 ապրանք է պահում, նեգր, տաբուրետկի պես, որոնցից 4-ին դոմփում է, իր հարջերն են, այդ 8 նեգրից 4-ը կին են եղել։ Եվ այդ բարոյական, այդ այլասերված, այդ դեմոկրատ դիզեն պատմության մեջ մնաց որպես շատ դեմոկրատ, լուսավոր մարդ, որից պետք է սովորել, Մաքիավելին, քանի որ պրակտիկ ազնվորություն էր, ինքը այն բաները չի գրել, մտքերը չի արտահայտել, որոնք դառնան նորմ, գրավոր միջազգային նորմ, Եվ այլն, ոչ, նրա գրածով ուղղակի պետք է առաջնորդվել, Պուտինը առաջնորդվում է նաև այդ սկզբունքով, որի մասին ես խոսեցի, հիմա ինչ եք կարծում, քանի անգամ է Պուտինը տեսել Հայաստանի նախկին իշխանություններին իր թշնամիների հետ։ Քանի անգամ է տեսել մեր նախկին իշխանություններին Արևմուտքի, Եվրոպայի ու Ամերիկայի հետ ինչ-որ անհասկանալի ինտեգրվելներով, ես իմ հազարամի բանով, դա հետևություններն է արելա, չէ։ Ես չեմ մեկնաբանի նրա հետևությունները, ուղղակի հետևակն ասեմ, հետևակն այն է, որ մինչ այժմ Հայաստանի ժողովարդչապետը Փաշինյան Նիկոլն է, որովհետև Պուտինը չուներ այս երկրում մեկը, որի վրա կարող էր հույս դնել, որին կարող էր վստահել և որին օգնել իշխանությունը զավթել սրանցից։ Հետև, հիմա սրա պարագայում, Պուտինը երբեք սրան բարեկամ է չի համարել, որ հետո իր թշնամու հետ տեսնի, ասի չէ, սա ես բարեկամ չէ թշնամի է։ Չէ, սրա առաջի օրվանից սրան դիտարկում է որպես թշնամի, որպես բնական թշնամի, քանզի չի կարող ամերիկյան գրանտակերը, ամերիկյան գործակալական ցանցով իշխանության եկածը, որ բարեկամ լինի ռուսերին։ Եվ Պուտինը սրան դրա համար, երբ պատժիժամն եկավ, Ալիևին ինքը ավելի շատ կպատժի քան սրան։ Սրան կպատժի որպես թշնամի, նրան կվերացնի իր երկրի հետ որպես դավաճան, որովհետև
Պուտինը ատոմադավաճանությունը, բայց հանդուրժում է թշնամությունը։ Թշնամիներին պատժում, նրանց վերացնում է։ Դա անձամբ ինքն ասել է Ալեքսեյ Վենեդիկտովին։ Ասել է Ալեքսեյ, դու թշնամի ես։ Դրա համար ես քեզ հանդուրժում եմ։ Դավաճան լինի, ես քեզ կվերացնեի։ Դե ռուս լիբերալիներին ինչ պետք է ասի։ Մեն մարդը բնածին թշնամի է։ Եթե մարդը ռուս է եւ լիբերալ, նշանակում է իր պետության, իր ժողովրդի թշնամին է։ Դաստայևսկին է դրա ձևակերպումները շատ տվել, թե իր հրապարակախոսական, թե գեղարվեստական աշխատություններում։ Ինչևէ, հիմա տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն Նարիշկինի ծառայությունը արտաքին հետախուզության փաստաթուղթը հրապարակել է, այսօր որտեղ ասում է, որ սրանցից երկու բան են պահանջում հիմա էլ։ Առաջինը շատ արագ ռադանել ռուսական բիզնեսը, ռուսական կապիտալը երկրից, երկրորդը ահավոր դաժան պատժել, ահավոր դաժանորեն վարվել ներքին ընդդիմադիրների հետ։ Սա նշանակում է, որ Քոչարյանին, Կարապետյանին շատ-շատերին ազատության մեջ շատ քիչ մնաց, դե հրահանգը պետք է կատարվի, չէ, Ուրսուլանա գրել։ Եվ նա պետք է սկսի ռուսական բիզնեսի վտարումը Հայաստանից, դա շատ հետաքրքիր պրոցես կլինի, ասենք ռուսական բիզնեսից ինչ կա այստեղ։ Կա, ասենք, երկաթգիծ, որը պետական է, ասենք, դա պետք է փորձի խլել։ Դե Յովհաննիսյան Դանիելը խոսում էր, չէ։ Կա Գազպրոմը, իր ողջ այս խողովակային հսկայական ցանցով։ Դե Գազպրոմն էլ է պետական կորպորատիա։ Դա Այդ չեմ խոսում են մանր-մունր այն ինչ տրվեց այդտեղ գույք պարտքի դիմաց եւ ամենակարևորը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, որի փաստացիտերը, ու մեծ համացանցության փաստացիտերը Իգոր Սեչինն է։ Սեչինը նախկին փոխվարչապետ, այժմյան Ռոսնեֆտի պրեզիդենտն է, նախագահ Պուտինի 1000 տարվա այս ձեռքերից մեկն է, ամենայր ձեռքերից ամենաաչերից մեկն է։ Դե դա իհարկե երջանկություն կլինի մեզ համար, որ նա սրանք Ուրսուլայի հանձնարարությունը կատարեն եւ գնան այդ ճանապարհով։ Բայց տեսեք ինչ հետաքրքիր բան է ստեղծվում։ Հիմա իբր հին իշխանությունները ձանձրացրել էին այս ժողովրդին իրենց կաշառակերությամբ, իրենց կոռումպացվածությամբ, անարդարությամբ, տեղը բերեցին մեկին, իսկ այն որ հայ ժողովուրդն է սրան բերել, դրանում կասկած պետք է չլինի, որովհետև կներեք էլի այդ 60-70 հազարանոց նախիր ամերիկյան դեսպան իր հորտնից չէր բերել։ Դրանք հայ էին, չէ, երևանցի, լեննականցի, որոնք Սերժ էին մերժում, ես ինչ էին անում։ Դրանց ամերիկյան դեսպանը իրանց տնից բերեց, չէ։ Այլաս օրվորդեց դրանց։ Դե մի թող երկում չներ այդ քանակի անասում, ուորդողն հետևաբար չէր լինի, չէ։ Պաստորեն ժողովրդավարական իշխանություն է ստեղծվել, իբր ժողովրդին շահերին ծառայել, բայց ինչ է անում։ Ուղղակի տառացի տանում է այս պետությունը գերեզման։ Տանում է գերեզման, ոչնչացման։ Լավ, ընդունենք հայ ժողովուրդը եվրաժեկներ սիրում է եւ Բալզակ եւ Պեդերասիա ընդունենք, տես մի հատ հետաքրքիր ժողովուրդ է, եւ եվրոպական օպերա է սիրում եւ ամեն եւ եվրոպական բոլոր արժեքները տնային բռնություն հետ չի սիրում, հա։ Ընդունենք դա մի բան։ Լավ, այդ մարդը որ այդքան խելք ունի, հասկանում է ինչ բան է եվրոպական արվեստը, եվրոպական ֆեդերացիան, հետանություն։ Լավ, դժվար է մի հատ քարտեզին նայի, վերցնի մի երկու բան կարտը հետաքրքիր թե ինչ ասելա դուրս գալ ԵԱՏՄ-ից մտնել Եվրամիություն։ Հələ խոսում եմ տնտեսական մաս։ Այդ եվրոպասեր հայը չի մտածում, որ Եվրոպական միությունը այսօր ամենակոշտ, ամենադաժան հակառուսական ռազմականացված եւ արդեն կդառնա շուտով ռազմական կառույցն է, որը չի թաքցնում, բացահայտ պատրաստվում է պատերազմի։ Այսինքն այդ մտածող հայը, որը եւ եվրոպական օպերան է հասկանում եւ ֆեդերացիայի գինու արժեքը գիտի, լավ չի հասկանում, որ Հայաստանին ինչին է պետք, Հայաստանը մանդամակցիմի տեղ, որ վաղը ստիպված պետք է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Եվ ինչ կմնա Հայաստանից դրանից հետո։ Ախր Ռուսաստանը պատերազմելու բան լիներ, հաղթելու բան լիներ, Ամերիկան վաղուց կսկսեր, 22 թվին կսկսեր, վաղուց կհաղթեր, կպրծներ։
Ամերիկան ոչ մի եվրոպական տերություն ռիսկ չի անում ինքնուրույն անձամբ մտնել այս պատերազմի մեջ։ Բայց սրանց քշում են։ Լավ կամ հայերի ինչն էր պակաս, որ ԵԱՏՄ-ով չեն կարող ավելին են ուզում, ավելին ինչ եք ուզում, որ ձեր ծիրանը չվաճառվի Ռուսաստանում, որ տարեկան ձեր 15,000 տոննա իշխանը չվաճառվի Ռուսաստանում, էդ էր ձեր ուզածը, որ ձեր պանիրը չվաճառվի Ռուսաստանում, որ գազի դիմաց, էդ է ձեր ուզածը, այ անողում էր։ Այդ որ եվրարժեքն է, այդ ինչ արժեք է Եվրոպայում, որը Ռուսաստանում կամ ԵԱՏՄ երկրներում չկա, որը ձեզ այդքան ձգում է։ Իրականում ոչ մի տես բան չկա։ Հայաստանը Եվրոպա տանում է Ուրսուլան, Վաշինգտոնը, Լոնդոնը իրենց գործակալական ցանցով։ Ոչ մի հայի Եվրոպա գնալը պետք չէ։ Եվ ազգին ընդհանրապես պետք չէ։ Վտանգավոր է դա։ Դա էշնեկը հասկանա բացատրեց գրագետ մարդն է, բայց Ուրսուլային է դա պետք։ Դե ուրեմն ազգը պետք է գնա կործանվի։ Դե գնացեք կործանվեք, ես ինչ ասեմ։ Գնացեք կործանվեք։ Եվ այս ամենի ֆոնի վրա Ժողով վարչապետի կնիկը միայն ընտանեկան բռնության դեմ պայքար է բանանում, ինչ-որ մեկը հուշել է սրան, Ստամբուլյան կոնվենցիան են սրանք ուզում վերակենդանացնել, դրա վավերացման գործընթացը, որ ելույթներ անում, կոչեր է անում, ամոթա վերջապես, ինչքան պետք է մենք դիկանայք, դիմանան, գրեք, դիմեք, ազատվեք բռնությունից։ Լսեք, Հայաստանում եթե ընտանեկան բռնություն կա, համեմատած եվրոպական բոլոր երկրների ամենաքիչն է Հայաստանում։ Հայաստանն էլ է մարդկանցից բաղկացած, իսկ մարդկանց մեջ և պեդոֆիլներ կան, և պեդերացներ կան, և գրանտակերներ կան, և տաղանդավոր մարդիկ կան։ Չկա օրգանիզմ, որտեղ բակտերիա չլինի։ Եթե մարդու օրգանիզմի բոլոր բակտերիաները արհեստականորեն վերացնես, հատկապես աղիքային տրակտի, մարդը կես ժամից կմահանա։ Այդ ամեն ինչ է, այդ տականքը, որ մեր մեջ կա, շատ բնական է, դա պետք է լինի, սովետական միության ժամանակի կար։ Այլ հարց, որ այդ տականքի իշխանության է այսօր, դա է մեր կատաստրոֆան։ Ոչ թե նրանց գոյությունը ֆիզիկական, այլ նրանց իշխանություն և քաղաքական էլիտա լինելը։ Այսինքն նաև մեկ Եվրամիության ինտեգրվելու ևս մեկ քայլ է անում Ժողով վարչապետը, արդեն հասունացնում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պահը։ Եվ այս ամենի ֆոնի վրա ինչ է կատարվում աշխարհում։ Հիմա մի քիչ դառնանք մեր սրբավայրին Միացյալ Նահանգներին։ Ինչ են անում դրանք Իրանում, ինչ են ուզում անել։ Ուրեմն անգլոսաքսերը դրանք յուրահատուկ քաղաքակրթություն են, որոնք ցանկացած աշխարհաքաղաքական կոմբինացիայում հետապնդում են մի 4, 5, 10 նպատակ։ Օրինակ, պարզ օրինակ մեր պատմությունից, երբ 1920-ին իհեճուկս ռուսների անգլիասիկ իդեմս գնդապետ Սթոքսի դաշնակներին դրսում էր պատերազմի Մուստաֆա Քեմալի դեմ, պատերազմի ցանկացած արդյունքը նրան ձեռնտու էր։ Եթե հաղթեր Հայաստանը, կնշանակի Ատաթուրքի քիթը կտրորվեր Մուստաֆա Քեմալի, որովհետև անգլիասիք էլ են այդ ժամանակ պատերազմում, չէ, ինտերվենցիա էին արել Ռուսաստան, այդպես էլ Թուրքիայի տարածք, փորձում էին սուլտանի ռեժիմը վերականգնել։ Այսինքն քշային։ Հայերը փաստորեն կօգնեին Անգլիային վերացնել Մուստաֆա Քեմալին, վերականգնել սուլտանական ռեժիմը։ Եթե հաղթեր Թուրքիան, նրանք էլի քշային, ասենք դա անգլիասիկ դաշնակ չէին, ուղեղուն էին, հաշվում էին, չէ, ռուսները ուշ թե շուտ պետք է գան ստեղ տիրանան։ Էմի ինչքան լավ է հայերը պարտվեն
60,000 քառակուսի կիլոմետրի տեղը ռուսերին 10,000 քառակուսի կիլոմետր հասնի։ Այդտենց էլ եղավ, այսինքն հետո ռուսները եւս 20,000 հետ բերեցին։ Բայց Ալեքսանդրոպոլով Հայաստանը 10,000-ը չկար, չէ, 9-8 ինչ էր։ Այսինքն մարդիկ նախաձեռնում են մի աշխարհակահաղական պրոյեկտ, անկախ նրա արդյունքից, նրանք հաղթողի դերում են։ Հիմա նույնը Իրանում տեսնենք ինչ է կատարվում։ Ուրեմն Իրանի պատերազմի նպատակներից մեկը ստրատեգիական դա ռեժիմի փլուզումներ չստացվեց։ Պարտվեցին ամերիկացիք, ընդունենք հա։ Երկրորդը Իրանի մասնատումն էր։ Այդ մասին երազում է Իսրայելը, բայց այդ մասին այնքան չի երազում Ամերիկան, որովհետև կտրուկ դեմ է Թուրքիան, որովհետև Իրանը մասնատվեց, մի հատ քրդական պետություն ստեղծվեց, Թուրքիան 5 տարի չկա։ Ուղղակի Թուրքիան այսօրվա սահմաններում չի դիմանա։ Դրա համար այսօր Իրանի տարածքային ամբողջակացությունը ավելի թանկ է թուրքերի համար, քան հենց Թուրքիայինը։ Կամ գրեթե նույն արժեքն ունեն։ Դա էլ չեղավ։ Բայց ուրիշ բան կա, հիմա տեսեք, այս մասին շատ քչերը գիտեն, Հայաստանում երևի ոչ ոք չգիտի, բայց ոչ ոք չի խոսում։ Ես փորձեմ խոսել։ Ուրեմն որն է սրանց նաև ամենակարևոր ստրատեգիական նպատակը, որի անունը չեն տալիս։ Դա Պարսից ծոցի վերացումն է, որպես նավթ արտահանող տարածաշրջան։ Այսինքն շատ մոտ հեռանկարում նրանք պետք է ձգտեն նրան, որ Պարսից ծոցից մի լիտր նավթամթերք դուրս չգա։ Այսինքն բոլորը կորցան։ Ինչ կտա դա Միացյալ Նահանգներին։ Ուրեմն Միացյալ Նահանգները օրական արտադրում է 12 միլիոն բարել նավթ։ Բայց սպառում է 15։ Այսինքն 3 միլիոնի դեֆիցիտ ունի միշտ։ Նրան հեչ դրված չի այդ 3 միլիոնը բերել Մեքսիկայից, Բոլիվիայից, Վենեսուելայից, որն արդեն մեշոկի մեջ Մադուրոն էլ չի խանգարի իրան։ Այսինքն ինքը ազատվեց, չէ։ Ահա որ նավթի թանկացում կլինի, բայց ինքը պրոտեկցիոնիզմի գործիքակազմով նա իր ներքին շուկայի գները կզսպի։ Մեղսունակության սահմանից չի թողնի դուրս գա, որովհետև նավթը Իրանն է։ Այդ էլ տենց, ով կքաշվի դրանից, եթե Պարսից ծոցը որպես նավթային տարածաշրջան գոյությունը դադարեցրեց Չինաստանն ու Հնդկաստանը։ Պլյուս սահագին կտուժեն նաև Ճապոնիան, նրա դաշնակից Կորեա, Ավստրալիա հանրավորը։ Այսինքն տեսեք ինչ հետաքրքիր կոմբինացիա է։ Պարսից ծոցի երկրները դադարում են լինել նավթ արտահանող երկրներ, շահումը շատ է շահում Ռուսաստանը, բայց ամերիկացիք այդ վշտին կդիմանան։ Բայց կործանման եզին են հասնում Չինաստանը իր թիվ 1 աշխարհակահաղական եւ տնտեսական հակառակորդը եւ Չինաստանը ապագա աշխարհակահաղական եւ տնտեսական հակառակորդը։ Ինչ հզոր կոմբինացիա է, չէ՞։ Ինչ հզոր կոմբինացիա է։ Հետո ասում եք Թրամփը էշա, իհարկե էշա, բայց այդ երկրի բյուրոկրատիան, այդ երկրի խորհրդային պետությունը, այդ երկրի արտաքին քաղաքական մեքենան անխափան գործում է։ Տեսեք, պատերազմում է Իրանը, այդ պատերազմում է անհաջող է իր համար, անհաջողությունների է մատնվում, վնասներ է կրում միլիարդների, բայց նրա հեռահար նպատակը ոչ ոք չի տեսնում, չի խոսում այսօր դրանից։ Դա Չինաստանի եւ Հնդկաստանի վերացումն է որպես տնտեսական միավորներ, որպես տնտեսական հեգեմոններ։ Իսկ ինչու է դա, որովհետև տեսեք, դե հիմա ամերիկան հեգեմոնն է, ընդունենք առեսպա հեգեմոնն է, բայց նա չի կարող զարգանալ այն տեմպերով, որով զարգանում են նրա հակառակորդները։ Եվ ինչ պետք է անի Ամերիկան։ Պետք է խոչընդոտի նրանց զարգացմանը, չէ՞։ Եթե տեսնում ես, որ Հնդկաստանը քեզ 2 տարուց կհասնի, ուրեմն պատմոշկա դու Հնդկաստանին գլխի մի փորձանք, որ քեզ չհասնի, ոտքը ջարդի գնա բուժի։ Եվ դրա համար ի թիվս այլ գլոբալ պատճառների անհրաժեշտ եղավ Իրանի հետ այս խայտառակ պատերազմը։ Էլ ինչ մեր վրա դա ոնց կազդի։
մեր վրա դա ոնց կազդի։ Մեր վրա դանեն սկազդի, որ այդ պատերազմը մեզ կօգնի ազատվել Փաշինյան Նիկոլից։ Այսինքն դա հազարատ թրիգեր կտա Սամվել Կարապետյանին, որ ինքը իր խոստացած հեղափոխությունը կազմակերպի, եթե իհարկե ազատության մեջ եղավ մինչ այդ եւ եթե իհարկե իր կուսակցությունից գոնե մեկը ազատության մեջ եղավ, մի քանիսը, որովհետեւ այս Նարիշկինի տեղեկությունների հազարված է խայտարակ ձևով ճնշել, պատժել, փակել բոլոր ընդդիմադիրներին։ Չափազանց հետաքրքիր եւ պարադոքսը եւ ցավն այն է, որ ամեն ինչը ընթանում է հօգուտ հայերի։ Մեր ուզած ռեսերով ամեն ինչը առաջ ընթանում։ Ամեն ինչից մենք հիանալի կխրվեինք։ Ներառյալ Ղարաբաղի վերադարձ, ղարաբաղցիների վերադարձ, որովհետև Ադրբեջանի ինքնասպանության գերին հետ չի գա։ Ադրբեջանի համար դա բնական կասություն է։ Թուրք այն մարտի, իսկ եթե թուրք կա, ուրեմն պիտի անգլիական բոստանը լինի։ Անգլիան է հավել թշնամիա Ռուսաստանին, եւ դրանք ուշ թե շուտ կբախվեն։ Անգլոսաքսեր ընդհանրապես։ Դեն կործանված երկիր է Ադրբեջանը, բայց մենք պիտի կարողանանք դրա կործանումից խերվել։ Կկարողանանք, եթե մենք անգլո-ամերիկյան բոստանից վերածենք էլի գոնե հին Հայաստան։ Մեր բնորանը վերադառնանք, որովհետև այն աշխարհակահաղական քաղաքական ծիրը, ուր մեզ քաշեց Փաշինյան Նիկոլը, շնորհիվ նախկին իշխանությունների բազմավեկտրության, դա մեզ շատ խորս է։ Մենք արևելյան քրիստոնյա ժողովուրդ ենք։ Մեզ խորս է արևմտյան քրիստոնեությունը, արևմտաքրիստոնեական քաղաքակրթությունը, նրանց աշխարհակահաղականությունը, որ հիմնված է պարազիտիզմի, ցեղասպանությունների եւ թալանի վրա, գաղութացման վրա։ Նա ինչ ասեմ, եթե ազգի վիճակի եղավ վերադառնալ իր բնական միջավայր, իր բնորան, ուրեմն մենք հաղթած դուրս կգանք այս խայտարակ բարդ իրավիճակից, որը ըստ ամենայնի շատ շուտով տասնամյակներ անց կանվանվի համաշխարհային պատերազմ։ Եթե ոչ, Հայաստանը ընդհանրապես գոյությունը կդադարեցնի։ Եվ հավատացեք, քանի որ արդեն Վլադիմիր Պուտինը եւ ոչ ռուսական էլիտան լավ ճանաչում է հայերին։ Ես չեմ կարծում հատուկ հայափրկություն ինչ-որ կազմակերպեն, հայերին փրկելու համար ինչ-որ զոհաբերությունների գնան կամ ինչ-որ ջանք գործադրեն։ Ոնց որ 19-րդ դարին 1928-ին երբ Գրիբայեդովի կյանքի գնով բերեցին ստեղ հայերին բնակեցրին, որ Հարությունյան շանթի վաստակը գնա Գրիբայեդովի արձանը պղծի։ Այդ ամեն ինչը գիտի չէ Պուտինը։ Գիտի։ Հիշում է, Մաքիավելի սկզբունքներով է առաջնորդվում, Լենինգրադի փողոցի սկզբունքներով է աշխատում։ Այսօր, եթե հրաշք տեղի ունեցավ, կարողացանք խելքի գալ, եթե ընդդիմությունն արսարացրեց իրան, խելացի աշխատեց, ուրեմն կփրկվենք, եթե չէ, հերնել անիծած ամեն մարդ թող իր փրկության մասին մտածի։ Ռուսները Զապասնոյ аэродром են ասում, գնացեք նորմալ մարդկանց է վերաբերում սա։ Զապասնոյ аэродрomներ փնտրեք, կարող է քիչ տուժեք։ Առայժմ այսքանը։ Բաժանորդագրվեք իմ ալիքներին, իմ էջերին Facebook-ում, կհանդիպենք շատ շուտով։ Լավ մնացեք։